Երևանի պետական համալսարանի ամբողջ տարածքում եռուզեռ է։ Մայրբոհում անցկացվում է Բանուգործ ԵՊՀ Էքսպո 2025 ցուցահանդեսը։ Նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ առաջին կուրսեցիների ընդունելության կապակցությամբ։ Այս էքսպոյով ցույց ենք տալիս մի շարք հնարավորություններ։ Հնարավորություններ ենք ցույց տալիս աշակերտների համար, որոնք կարող են ետնամասում ուրեմն Չարենցի կողմից ուրեմն Երևանի պետական համալսարանի բակում ծանոթանալ մեր կրթական ծրագրերին, կրթական հնարավորություններին։ Այստեղ արչևի մասում մենք տեսնում ենք գործատուներին, մոտ 50-ից ավել գործատուներ եւ պետական մարմինների ներկայացուցիչներ այսօր այստեղ են, որպեսզի մեր շրջանավարտները կամ ավարտական կուրսի ուսանողները տեսնեն այն հնարավորությունները աշխատանքի, որ նրանք կարող են ունենալ հետագայում եւ նաեւ այս մեծ հնարավորությունը նաեւ բիզնեսի համար, գործատուների համար, որպեսզի նրանք կարողանան շփվել ուսանողների հետ։ Կրթական կարիերայի տոնավաճառ ԵՊՀ վարչական ստորաբաժանումների ներկայացում, ցուցահանդես, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների բանախոսություններ, ինտերակտիվ վիկտորինա, աշակերտների համար քաստինգ եւ տոնական համերգ։ Լայնամասշտաբ այս միջոցառումը նպատակ ունի ներկայացնելու կրթական եւ աշխատանքային հնարավորություններ, ապահովելու արդյունավետ հաղորդակցություն գործատուների, շրջանավարտների եւ ուսանողների միջև, նաեւ համապարփակ թեմատիկ քննարկումների միջոցով վերհանելու կրթական համակարգի եւ գործատուների միջև առկա գործակցության առանձնահատկությունները, խնդիրներն ու զարգացման հեռանկարները։ Մեր գլխավոր նպատակն ու առաքելությունը հենց որակյալ կրթություն տրամադրելն է մեր ուսանողներին, իսկ արդեն գործատուներից եկող այսպես արձագանքների հիման վրա կարող եմ ասել, որ շատ գործատուներ բավականին գոհունակությամբ են նշում մեր շրջանավարտների որակը եւ կրթական եւ նաեւ հետազոտական մակարդակը, ինչը շատ կարեւոր է։ Ցուցահանդեսի ընթացքում ավելի քան 50 կազմակերպություններ ներկայացնում են իրենց թափուր հաստիկներն ու առաջարկվող հնարավորությունները։ Մեր տաղավարը ներկայացնում է ընդհանուր մեր ֆակուլտետը, բոլոր բաժինները, երկրաբանությունը, սերվիսը, աշխարհագրությունը, կադաստրը եւ քարտեզագրության բաժինը։ Այստեղ կոնկրետ մանրամասն ներկայացված են ամեն մի բաժնի գործառույթը ինչ-որ առումով եւ նաեւ ունենք այստեղ հատուկ ակնոցներ, VR ակնոցներ, որոնք տեղափոխում են ձեզ կոնկրետ ինչ-որ մի վայր, օրինակ, չգիտեմ, Քաջարյանի գործարանը, հետո այստեղ ունենք արշավական ակումբ, որը ներկայացնում են մեր մյուս երեխեքը, որը շատ հետաքրքիր է անցկացվում եւ հիմնականում ֆակուլտետը շատ է կազմակերպում արշավներ, այստեղ կադաստրը ներկայացնում է դրոնները, թե ինչպես են քարտեզագրում։ Այս դրոնը հիմնականում օգտագործվում է որպեսզի կադաստրային չափագրումներ անել, այսինքն կադաստրը երբ որ ավարտում են, մարդիկ սկսում են չափագրումներ, ինչ-որ գրասենյակային աշխատանք եւ այլն, հիմնականում գյուղատնտեսության մեջ են այդ չափագրումներն անում, կամ ինչ-որ տարածքներ չափելու համար, ու այս դրոնը 7000-ից 8000 մետր բարձրանում է երկինք, թռիչքի ժամանակը 55 րոպե, մաքսիմում 1 ժամ, ու այդ ընթացքում ինքը ընդհանուր չափագրումներ է անում, մենք այդ ընթացքում այդ բոլոր ինֆորմացիան հավաքում ենք, գծագրում, գրում եւ այլն, ու վերջում, երբ որ մեզ պետք է կոնկրետ տվյալներ, սրա միջոցով կարողանում ենք այդ կոնկրետ տվյալները հավաքել։ Էքսպոյի շրջանակում ուսանողներին հնարավորություն է ընձեռվում անմիջականորեն շփվելու հեղինակավոր գործատուների հետ, ստեղծելու կարևոր եւ օգտակար կապեր, ստանալու խորհրդատվություն, մասնակցելու տարբեր խաղերի եւ վիկտորինաների, ստանալով նվերներ եւ իհարկե գտնելու աշխատանք։ Մենք այստեղ շեշտը դնում ենք հիմնականում զբոսաշրջության եւ ծառայությունների ոլորտի վրա։ Ծառայությունների ոլորտում շեշտը դրվում է կառավարման, մարքեթինգային հմտությունների եւ այլ հմտությունների վրա, որոնք մեզ հնարավորություն կտան մարդկանց հետ ավելի լավ շփվել, ավելի լավ հասկանալ իրենց պահանջմունքները եւ փորձել դրանք ամեն կերպ բավարարել։ Ինչպես նաեւ туриզմ բաժնում մենք ունենք միջազգային կապեր շատ համալսարանների հետ, մի շարք գերմանական համալսարանների հետ, ինչպես նաեւ տեղական կապեր ունենք այստեղ մեր շրջանավարտների հետ, ովքեր բավականին լավ հաջողությունների են հասել։ Իդեպ Երևանի պետական համալսարանն այս տարի դիմորդների պահանջված քանակի խնդիր չի ունեցել։ Նույնիսկ այն բաժինները, որոնք սովորաբար թափուր տեղեր էին ունենում, այս տարի արդեն չունեն։ Դիմելությունը բավականին բարձր է եղել, գիտեք, սովորաբար Երևանի պետական համալսարան են դիմում ամբողջ Հայաստանի բուհի շրջանավարտների մոտ 30%-ը, սա կայուն ցուցանիշ է տարիներ շարունակ։ Այս տարի մենք թափուր տեղեր չենք ունեցել Երևանի պետական համալսարանում, ինչը նաև պայմանավորված է մեր վարած քաղաքականությամբ։ Օրինակ տարիներ շարունակ որոշ մասնագիտություններով, որ մենք խնդիր էինք ունենում, այս տարի մենք նմանատիպ խնդիրներ չենք ունեցել։ Նշենք, որ Երևանի պետական համալսարանը հայաստանյան այն եզակի համալսարաններից է, որն ընդգրկվել է Times-ի ինդեքսավորման ցուցակում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։